Այս կոյուղն, այս հարևաններից ոչ մեկը չի օգտվում։ Միայն մանկատանը։ Թարին 12 ամիս հայ սենց է։ Խոլերայի բունը։ Այս սենց նայեք, գնում է ուղիղ հայացը, ու սենց գնում ինձ, փոքր երեխեք են։ Խոլերայի բունը։ Մի օր չերիկու ում դիմում ենք 3 օր սպասեք, եսի դիմում եմ մյուսին եմ, մյուս ասում է 3 օր դուք մտածեք եմ, մյուս ասում է 3 օր դուք մտածեք։ Այդ ընց էլ ապրում ենք։ Իսկ ինչքան ժամանակ Այստեղ էլ ուզում էինք փակենք, երեխեք եք մնում, մանկատունը, հիվանդ երեխեք եք։ Մի դրանց է զրկել կանալիզացիայից, այդ էլ չի լինի։ Մարդկային չի, մենք հասկանում ենք, բայց այս հենց էլ չի լինի։ Բայց չեն նշում Քաղաքապետարան, քաղաքապետարան, վիոլա, մեոլա, սաղին զանգում ենք, ոչ մեկը։ Մենակ պրեմիա են գրում իրանց համար ստանում, գործ են կանում, մեզ այլ առած գործներ։ Իսկ կոնկրետ չգիտեք ով է պատասխանատու, այսինքն Ոչ մեկը իր առաջիվ է կանում։ Քաղաքապետարանին դիմում են գրում թղթերով, ուղարկումա վիոլա նվարկումա քաղաքապետարան, ուղարկում անդեն։ Քանի պետք այն էլ ենք զանգել ասել։ Մանկատան ղեկավարության հետ փորձել եք Մանկատանը ասում է, ես ոչ մի բան չեմ կարող, ֆոն չունեմ, բան չունեմ, բայց մի գործ անեմ։ Մերանք ասելու, այնքան ենք ասել, արդեն մեր հեռախոսներից դնում է, հեռախոսը չի վեկանում։ Իսկ մասնավոր է թե պետական է ինքը կառույց, որպես այդպեսին տեղյակ եք դրա մասին։ Հետի եսի մանկապարտեզ էր։ Մանկապարտեզ։ Սաղ երեխեք ստեղ են գրում, իմ երեխեք սաղ ստեղ են մանկապարտեզ գրում։ Հանին իսմա մասնավոր է, ես մանկատունը մասնավոր է, չէ՞։ Իսկ ձեզ ինչ են պատասխանել համապատասխան Ոչ մարմիններից։ մեկը 3 օր սպասեք, 5 օր սպասեք, այդ հարցով մտածում ենք կանենք, ես 2 ամիս է։ Իսկ ինչքան ժամանակավոր էսպես է։ Հա։ Այդտեղ մեկ ես։ Այստեղ ջուրը չմայ, մի սարը դա չի կարում կակալ։ Էնա։ Դեն մեկ մանից գալիս։ Այսօր աշխատանքային նոր չի քիչ։ Հասկացա։ Լվացքը միացնում են, արդեն աշխատում են։ Այս մեքենաները այս հարևանա բերել դրել։ Սաղիտ պատվաները ջուրա լցվել, սաղիտները քանդվել է։ Այս մարդի առաջահարկը չի աշխատում։ 2 տարեկան մարդ է դու։ 2 տարեկան, ամբողջ Երևանը մանգաս կարող է մի հատ 2 մարդ գտնես։ Բայց մարդը չի տենում, առաջ գոնե դուս է գալի, ման է գալի, ասում ոնց դուս գա։ Իսկ գոնե եկել են իրավիճակը տեղում գնահատել Ոչ մեկը չի եկել։ Այս ամիս ոչ մեկը չեն եկել, անցյալ ամիս եկել են, Որտեղ եկել են գնաց։ իրավիճակը շատ լավ էլ գիտեն։ Էսի ոչ առաջի օրն է, ոչ առաջ ամիսն է, ոչ առաջ սարին է։ Այ հիմա եթե ինչ-որ մեկին կոնկրետ ուզում եք դիմել, կարող եք դիմել, որովհետև ներկայացնելու եք։ Դու դիմում եմ բոլոր հայ ազգին։ Էս ամիցինգը, տոգա։ Էսի վաղ ելնելը սաղի տանը, սաղի փողոցները նույնն արնելը։ Քաղաքապետարան, վարչապետի աշխատակազմին, վիոլա ջուր, դիմել են ոչ մի միջոց չի ձեռնարկում։ Վիոլա ջուրն ասում է, մերը չի, քաղաքապետարանն ասում է, վիոլա ջուրինն է, ու այսինքն անդադ այս վիճակն է փողոցում։ Այսինքն դիմումների կարճ ասած ձեր ասածից ստացվում է, որ բոլորը իրար վրա են գցում այս ընդհանուր։ Բոլորը իրար վրա են գցում։ Իսկ ինչքան ժամանակ է որ այս խնդիրը կա։ Դա արդեն 4 տարի է։ 4 տարի։ Այո։ Այսինքն 4 տարի 4 տարի անդադ դիմել են վիոլա ջուրն եկել է, մի հատ բարակ տռով ու դա մցնում գնում է, ու նորից կրկնվում է նույն խնդիրը։ Իրանց գնալուց հետո կես ժամ հետո նույն խնդիրն է։ Իսկ ինչպես են մեկնաբանում, ինչից է խնդիրը կամ ինչու չեն։ Խնդիրը խողովակագիծը, այս խողովակագիծը պետք է ամբողջությամբ փոխվի։ Եկան այսքան տեղը փոխեցին, մինչև այս դիտահորը մնացածը շարունակեցին։ Մենք էլ այդ կողքի հարևանն ենք, սենց չի կարելի, սենց անտարբեր։ Այստեղ նայեցիք, հիմա եկեք փոխենք մեր ինչ վիճակում է Մեր պատվարը ջուրը։ Հա, գնացեք իրաց այստեղ առաջի հարկը։ Եթե հարմար է, եկեք այս Այս ջրի խնդիրը իմ ամբողջ այս պատը թրջվել է, լցվում է տուն։ Մոտավոր քանի բնակիչ կա այստեղ։
այս հատվածում տեղեկություն ունեք դուք։ Մեկ այստեղ 5-6 տուն մինիմումը։ Չէ, 7-8։ Բոլորը բանը լցվում է ջուրը, բոլորի բանը։ 7 տունը արդեն քիչքան է, մի 2 տարի, 3 տարի, բայց գծեր արդեն 60 տարվա է։ Հիմա այս 60 տարվա մեջ լրիվ գոյություն չունի։ Դիմում ենք բանկատանը, ասում են մերը չի, դիմում ենք վելաջերին, ասում են մերը չի, քաղաքապետարան մերը չի, Ավինյան մերը չի։ Սենց պատտում են մեկը մեկին վերջում գալիս է նորից վիոլաջուր, էներ ասում են մերը չի։ Թաղապետարան 3-4 անգամ եղել ենք թաղապետի մոտ։ Թաղապետի օգնականը ընդունել է, փափուկ բարձ է դնում գլխներից տակ, գանում ենք ոչ մի արդյունք, ոչ մի արդյունք։ Մեզ ստեղ է լցում, հիմա ստեղ է լցում, այս ամբողջ քանդում է։ Ինչ պետք է լինի սրա վերջը, սա է ամենահայրատապը։ Ես հիմա հերոստատեսությանը, այս պետությանը, այս ղեկավարություն չեմ հավատում։ Ինչ որ հերոստատեսություն ցույց են տալիս, ստում են։ Այսի ամենահայրատապ բանն է։ Հազարավոր մարդիկ հիմա հիվանդանում են ստեղ։ Տասնյակ հազարավոր մարդիկ։ Հիմա մի քիչ տաքացավ, դռները փակում ենք, չեն կարող ներս մտնենք։ Այս խոլերայի բուն է, ինֆեկցիայի բուն է։ Մինչև երբ էսի պետություն չկա, գոյություն չունի։ Ոնց պետք է լինի սենց։ Ինչ անենք, լավ, հիմա ոնց անենք, ինչ անենք։ Չէ, դե ասա ոչ մեկին էլ Հա։ Իսկ երեխաներ էլ չէ շատ կան այստեղ, հենց մանկատան երեխաները, այստեղի երեխաները, դա էլ ոչ մի ազդեցություն չի գործում։ Մանկատան վարիչը բռնելա, ասենց, չգիտեմ ինչ քաղաքականություն, այն քամելիոնի քաղաքականությունը, իմը չի, իմ տարածքից դուրս է, իմը չի, բայց մենակ իրանք են օգտվում, ամբողջը, էլ պամպերսներ, ինչ ասես, որ չի գալիս, էլ թղթեր, ինչ ասես գալիս է, սենց միջև երբ պետք է լինի, թող գան սարքին, բայց պետություն գոյություն չունի, 50 մետր գիծա, մի միլիոն չի կազմի այսքանը, որ սարքեն, մի միլիոն չունեն, միլիոնները փողեր են ստանում իրանք, հելա գնացեք հետևեք, ինչ բարև, ինչ բաներ, մի կոպեկ չի գալի, թաղապետարանը ասեց, գիտես ինչ ասեց թաղապետարանը, ասեց մենք մեխանիզմ կտրամադրենք, ասենք մենք էլ գումար կդնենք, 500,000, 600,000 կհավաքենք, խափեց, էլի մեխանիզմ չի դալի, որ կանդեն, մենք ես պիտի մասնակցեմ այս գծին, ինչի պիտի մասնակցեմ, իմը չի, բայց էլի մասնակցում են, գումար ենք տալիս, որ քանդեն, այդ տրոբեկը փոխեն, մենք տրոբեկը դդնենք, մենակ քանդեն, էլի չեն գալիս, ոնց անենք, լավ, հիվանդանանք մեռնենք, մենք այդ քաղաքացի չենք, էսի պետության քաղաքացի չենք։ Կներեք, այստեղ հարցրեցի ընդհանուր ինքը պետական թե մասնավոր։ Պետական հիմնարկը, մանկա, մեն մանկապարտեզներ։ Սոցիալնախարարությունն են։ Այսինքն սոցիալնախարարությունը, բա ինչու չկա, ինչ Զանգում եմ, ասում եմ, վայ կներեք, մոռացել էինք։ Կպատասխանենք, կուղարկենք պատասխանում, առեսօր չկա։ Հիմա սա կանալիզացիաները քաղաքապետարանինը վիոլա ջրինն է, ինչի չի գալիս արկում։ Բայց 60 տարի է, ասենք արդեն փաստ է, թող կան քանդեն, 50 մետր խողովակ չեն կարող, կծեն։ Այդի չեմ կարող, 50 մետր։ Երկու օրոման են, էսի կվերջացնենք, թողեն կգնան։ Ամոթ չի էս պետությունը։ Այս հեղափոխություն արեցինք սրա համար, 5 անգամ բարձրացրել են։ 120,000 էր իմ հարկը տան, հողի հարկը։ Հիմա արդեն 400,000 են, այս տարին մի 125,000 դի ավելանա։ Այս է հեղափոխությունը։ Այս խափեբան եկա ամբողջ ժողովրդին խափեց։ 3 հատ երեխա կանգնացնում էին փողոցի, հələ գնա մի դիվիզիա դնեն գլուխներից կջարդեն։ Ուրա թող գա։ Հələ լեննականից քայլելով գալիս է։ Մի հատ տարեք իրան ցույց տվեք։ Այդ թուրքին, մի հատ ցույց տվեք թող գաստե տենա։ Թող գասի մաքրի։ Սարքի։ Ասա։ Հիմա եթե լվացքի մեքենան մենք վրա այդ վերցնենք, դեռ ինալու է հեղեղ։ Որտեղ ջրի ամբողջ խողովակների մեջ լցվել է ճնշման շնորհիվ ինքը բարձրանում է։ Որ բարձրացավ այդ կրիշկային մի կողմա շփոթում, այդ ջուրը այսինքն ամբողջ փողոցով մեկ տարածվում է։ Ես մանկատան տնօրենի հետ սկզբից խոսացի, ասի դեկտեմբերին որ դուք եկել եք վիոլաջերին դիմել եք եկել մաքրել, այդ չի նշանակում, որ հիմա չկա։ Եկեք մի հատ նայեք, եկավ նայեց, բա չգիտեմ, ոնց կանեմ, ես վիոլաջերին կդիմեմ, ես կոմենգոմ, ես ասի վիոլաջերին ես հնասերով ցույց տա, որ գրավոր պատասխան ունի, որ ինքը հրաժարվում է, բանավորել ասաց, գրավորել է ուղարկել։ Հիմա ես իմ մելին ունեմ այդ մանկատան տնօրենի անուն ազգանունը մելը, որտեղ որ ես գրել եմ, գնում ենք նամակ բողոք, բոլոր ինստանցիաները։ Ասաց մի հատ խնդրում եմ Տիկին Ռոզա, այդ նամակ բողոքը ինձ էլ ուղարկի։
Դրանից հետո ինքը սա գցեց բան չորնի ոչ գրանդ բանը զանգիսա պատասխան ոչ մելիսա պատասխան ոչ մի պատասխան Իսկ իրեն հանդիպում եք տարածքում կամ իրան որ գնում ենք հանդիպելու պահակները ներ չեն թողում թե իրավունք չունեք այստեղ մտնեք Պատին վերից անցել։ հիմա ուզում եք դուք էլ փորձեք պահակ կա բայց երբ հարցնում ես ինքը տեղում չի ինքը նիստի է ես որ ջղայնացա քարտողարին ասում աղջիկ ջան աղջիկ ջան ասում եմ ես էլ եմ նիստերի մասնակցում բայց նիստերից հետո որ ընդմիջում մնում է չէ կարելի է չէ մի հատ հեռախոսին նայել տենար ինչ զանգ ա եկել ինչի համար ա եկել նոր դրանից հետո ինքը զանգեց Դուք այս անտարբերությունը ինչի հետ եք կապում այս անտարբերությունը Էլեմենտ պետության հետ, որովհետև Ավինյան, ստեղ Հովակիմյան, Մեկշյան, Վիոլաջուր, Սանի Պետկայան, հենա անի մոտ սաղ բաները կա, խտերը, եթե պետք է թող ուղարկի ձեր մերը ծանոթացեք։ Հիմա եկեք ես այստեղ մեկը որ առաջարկում ցտան ինչ վիճակա։ Չի, տուն էր։ Առաջին հարկը ապրում էի, տուն էր։ Ուրեմն այստեղ նավ բանը կացայտուն ա եղել, այստեղ բերն է բերան լցված է, հիմա որ նայեք տեսնեք, այնտեղ կեղտ է լցված։ Կեղտը տեսնում եք, հավանաբար տեսնում եք, ես նկարել ուղարկել եմ էլ։ Ինքը կեղտ է, մաքուր ջուրջ։ Այստեղ կեղտ է, հիմա եկեք այստեղ բացեմ, նայեք թե ինչ վիճակ է այստեղ։ Այսինքն այդտեղից է լցվում ամբողջը Այդտեղ լցվել է, հիմա ունեք։ Էդրա Պարկետը արդյունքում բարձրացավ։ ամբողջությամբ քանդել որ փոխենք Պարկետը բարձրացավ։ ինչ վիճակա։ Բան է, հա։ Հա հասկացա հոտ էլ ահա որ գալիս խոնավության Ո՞վ հա։ Կեղտը լցվել էր ստեղ, պարկետը սա ուրեր, կեղտի հետ, խալիները շպրտել են։ Այսինքն այս տարածքը օգտագործման ենթակա չի Հիմա այս բանը եթե հնարավոր է որ այստեղ մարդ ապրի, թող գայինք ապրի։ Մենք խնդիր չունենք, կարող ենք ձերի տալ, նվիրել, որ ապրեն։ Նայեք, այստեղ նույն վիճակը այստեղ է։ Ամբողջությամբ գորգով, պարկետով, ամեն ինչով քանդել, թափել ենք, փորձում ենք նորոգել։ Բայց նորոգելուց հետո Իմաստ չունի, մինչև այդ Մինչև այնտեղ են հարցը չլուծվի, հնարավոր չէ այստեղ ոչինչ անել։ Իմաստ չունենք, պարկետները կուտակել ենք, այստեղ հիմա վառում են, որպեսզի մի քիչ փորձի չորացնել պարկետների աշին, վառածի աշին։ Ինչ որ բան պիտի վառվի, որպեսզի դա կան։ Այստեղ ամեն ինչը ցենց համված է, պիտի թափվի, ամբողջությամբ պիտի թափվի դուրս, որտեղ օգտագործման ենթակա չի։ Դե եկեք գնացեք Նայեք իրան։ ինչեւ ուրա բարձրացել։ Հիմա այստեղ վերևում ապրում 100-ից մարդ, 103 տարեկան, 23 թվականից ծնված։ Աներոսը տեխնոջ հայրը։ Ինքը վերևում է ապրում, տակը այստեղից հնարավոր չի։ Այնտեղ ոնց որ սառնարան լինի։ Ինչքան էլ ջեռուցումը միացնում ենք ամենաբարձրի վրա, ինքը քուրսի սարքած բան ենք արել, որ ոտքերը տակը նստի, չմրսի։ Հենց հիմա որ ուզեք կարող ենք իրանել բանը։ Դուքի հարևանի տուն էլի, սենց նայեք, իրանց տունն էլ ալա։ Չգիտեմ, հիմա ձեզ ինչ որ նկարում եք, ինչ կձեռնարկեք, չէ, եթե հանգարտ շատ ձգվեց, մենք 10 օրից հետո ստեղ կանգնել չի լինի տակացավ։ Մենք դիմելու ենք եւ ձեզ եւ տարբեր կազմակերպություններ, թաղապետարան, միլիցիա գալու են, ասելու ենք ինչ ենք անելու։ Եթե ոչ մեկինը չի, ոչ մեկինը չի։ Հենց այն սկզբից մենք օրից քանդելու ենք, դիտե թույլտվությունը դուք տաք։ Չգան հետո մեզ չտուգան են։ Նախորդ մենք ասում Եթե ենք։ ոչ մեկին Հա, չի։ քանդում ենք, մենք ընդդեղից բետոնով փակում ենք ու վերջ։ Թող արդեն ընդ լցվի, նոր ինքը արդեն շարժվի, ուղեղը աշխատի։ Այսինքն դուք իրենց ժամանակ եք տա Հա, մենք արդեն ժամանակ ենք տալ, էլ ճար չունենք։ Արդեն սենց խափելով ինչքան կարելի է խափել։ 10 օր ժամանակ ենք տալիս։ 10 օրից եթե այս հարցը չլուծես, մենք ասում ենք կոնկրետ գործողությունների։ Ուրեմն դարպասից գալիս է ու ես ամբողջ այս հատվածը քանի որ դեպի ներքև է գնում է այս հայաթով աղտոտելով գնում հասնում մինչև այն մեր հայաթում արդեն լցվում է ու այդ ամբողջ կեղտը արդեն մնում է այնտեղ մի հատ իջնենք ներքև որ այնտեղ է ցույց տամ ինչա կատարվել դիտեպ էս էլ հարևանի տունը այդ ամբողջ ջրի հոսքը բանը կեղտը արդեն պատերի վրա է բարձրանում ու խոնավությունը ոնց որ Այսինքն հատկապես առաջի հարկի հատվածներում կամ կիսահարկի ասում են այդ տարածքներում ընդհանրապես չի լինում
ու այդ ամբողջ խնդիրը հա, էսի նկարեցինք։ Հիմա նույնն է էս մեր առաջի հատն է, պատի խոնավության պատճառով մենք մեր ամբողջ պոլերը քանդել ենք, քանի որ այդ ամբողջ խոնավությունը գնացել է մտել է մեր տան առաջի հատ։ Էսը խնդրեմ նկարեք, որ ամբողջ հայացն է, Այսինքն էսի կոյուղաջուրն է։ կոյուղաջուրն է, այս ամբողջը կոյուղաջուրն է, դեպ մենք անընդհատ մաքրում ենք, այս բարի դրության սառույցը Հասկացա։ Եղանակային պայմանների պատճառով էլ սառել է ընդհանրապես չի։ անընդհատ մաքրություն ենք անում, բայց բնականաբար չի օգնում, որտեղ ոսկը չի դադարում բնականաբար։ Ուրեմն այս պատը կտեսնենք նոր ենք ծեփել, այդ ամբողջ պատը, այդ խոնավության պատճառով, որ այդ կեղտաջուր, կոյուղաջուրը եկել է, ամբողջ պատը այսպես լրիվ խոնավացել, փչացել է, ու մեր կարելի ասել նոր վերանորոգած տունը նորից վերանորոգել ենք։ Պա այս բանը ջերմության վերացնում ենք այդ թացքում հոտորոտը չեր անցնում։ Հա, այս միանգամից ընկավ, պատը այնքան էր խոնավացել, որ միանգամից ընկավ ու արդեն հատակը լրիվ ուռել է, մենք հատակը նորից հանել ենք, հիմա տեսեք ինչ վիճակ, ամբողջ հատակը փայտը լրիվ ուռել, խոնավությունից փչացել է, հիմա այս ամբողջը հանել ենք, որպեսզի նորից գործողություն կատարենք։ Այդպես